Հիսուս Քրիստոսին։ Միատ ցրտանց ասենք, փառք Տեր Հիսուս Քրիստոսին։ Արժանի է փառքերի գովեստներ, արժանի է։ Փառքը միայն Տիրոջն է։ Ինչքան էլ փառաբանենք Աստծուն, դարձյալ քիչ է։ Չգիտեմ ինչի համար սրտումս դրվեց այս մասին խոսեմ 103 Սաղմոսում, սա անձնական է, ամեն մեկի անձնական։ Տեսնենք ինչ է ասում 103 Սաղմոս առաջի խոսքից։ Գրված հետևյալը. Ով իմ անձս ու անձնական օրհն է Տերը։ Եվ այն ամենը, որ իմ ներսիդիս է անոր սուրբ անունը։ Նորից ասում է, ով իմ անձս օրհն է Տերը։ Եվ անոր բոլոր բարյարությունները ով հիշում, մի մոռնար։ Աստծո արած բարյարությունները չպետք է մոռանանք։ Ինչ է անում, որ կքավե բոլոր անիրավություններդ առաջերտին, ու կբժշկե քո բոլոր հիվանդություններդ, ու կփրկե քո կյանքդ ապականությունը եւ կփսակե քեզ ողորմությունով եւ գտությունով։ Եղբայրներ քույրեր, եթե սովորաբար անկեղծանանք Տիրոջ առջև խոստովանվենք, որ Աստծուն քիչ ենք փառաբանում, չունենք այդ շնորհակալ սիրտը, եկեք անկեղծանանք։ Դուք նկատեցիք սա անձնական է, ասում ով իմ անձս օրհն է Տերը։ Հռոմացիս առաջի գլխում գրված է. Աստծուն ճանաչելով, բայց Աստծո ուզածի պես չփառաբանեցին եւ շնորհակալ չեղան։ Աստված էլ մատնեց անար կիրքերով։ Աստծուն գրված է ճանաչելցին, բայց Աստծո ուզածի պես չփառաբանեցին։ 40 Սաղմոսի մեջ ասում է Տերը ինձի տխմարից, կավից, կապականության գուբից հանեց, հետո շարունակությունը, դրանից հետո ոտքերս հաստատեց ու բերանս դրեց նոր երկմը, Աստծո գոհությունը։ Շատերը պիտի տեսնեն, պիտի վախենան, Տիրոջը պիտի ուսան։ Եղբայրներ, քույրեր, անկեղծանանք։ Հիշում եք բորոտները, քանի բորոտ էին։ 10 բորոտներ էին։ Մեկն եկավ երկրպագություն արեց, Աստծո շնորհակալություն հայտնեց։ Բասեց լավ ինքն էլ բժշկվեցին։ Ինչի՞ չեկան գոնե բորոտություն անբուժել հիվանդություններ, մինչև կյանքի վերջը մարդիկ բորոտված պիտի մեռնեին, բայց Տերը մաքրեց իրենց, բայց չեկան շնորհակալություն հայտնելու։ Մեկը կար ավետարանի Եվրոպայում, ես ասենք իրան տեսել եմ։ Գիտեք ինչ էր պատմում։ Պատմել ես ներկա չեմ եղել բաղին։ Ասում եմ մի հատ օրինակ սովորաբար քահանա, որը տան մեջ թութակ ունեցել։ Ու անդադին երկերը տան մեջ, դե գիտեք թութակը ինչ անում, հակառակ բան չի բանում, չի ինչ որ լսում են այս սովորում։ Ասում է պետք է ժամանակ առ ժամանակ թևերը քաշեր թութակի, ոչ թռներ դուրս։ Մոռաց է թևերը քաշելուց թռել դուրս։ Կողքը անտառ եղե։ Մարդիկ անցել են անտառի կողքով, տեսել են խորը երկում։ Բազվել են դե վարի թութակներ են եղել, ի թութակը որ սովորել է երկել, նրանք էլ միացել են խորը կազմեն։ Հիմա հարց։ Ամեն առավոտ, երբ որ Տիրոջ առջև մեղա եմ գալիս, առաջերտ իմ սրտի համար մաքրություն եմ խնդրում, առաջինը շարունակում եմ։ Ասում եմ Տեր բոլոր երկրագնդում, ուշադիր լսեք, ինչքան բույսեր կան։ Եղևնիներ, պտղատու թևավոր թռչուններ, սողացողներ, վիշապներ, անդուններ, արեգակ լուսին աստղեր, մերկալիցով, փոթորիկ, ձուն ու կարկուտ շոքի, երկրի թագավորներ, դատավորներ, ազվականներ, ռամիկներ, մանուկներ, պատանիներ, երիտասարդներ, ծերեր աղջիկներ, կույս աղջիկներ, թող օրհնեն Տիրոջ անունը, որտեղ նրա անունը փառավոր է։ Ովքեր որ մոտիկից ավելի ճանաչում են, ճաշակում են, նրանք չեն կարող չփառավորեն Տիրոջը։ Նրանք տրտունջ չեն ապրի։ Տրտունջի պատճառով Իսրայելը չհասավ տեղ։ Տրտունջը մեծ մեղք է։ Գնահատեք Տիրոջ առած բարյարությունները, նրա ողորմությունը, որ անսահման է։ Մի անգամ 14-րդ գլխում հայտնությամբ ասում է, երբ որ մի հրեշտակ տեսա, հրեշտակ Հովհաննեսն ասում, որը քարոզում էր բոլոր ազգերին, լեզուներին, ասում էր հետևյալը. Աստծուց վախեցեք, երկու բան է ասում, եւ Աստծուն փառթվեք։ Առաջինը վախեցեք Աստծուց եւ հետո փառաբանեք Աստծուն։ Եղբայրներ քույրեր, խոստովանվենք, այո, Տիրոջը քիչ են փառ տալիս, այո, Աստված, տեսեք ստեղ ինչ ասում։ 50-րդ Սաղմոս 23 խոսքը, 50-ի 23-ը։ Շնորհակալություն մատուցանողը զիսկ փառաբանե։ Շնորհակալություն մատուցանող Աստծուն է փառաբանում եւ իր ճամփուն զգուշացողին պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։ Պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։ Աստված օգնի։ 145 Սաղմոսի 2-րդ խոսքում գրված է 145 Սաղմոս 2-րդ խոսքը
ամեն օր քեզ պիտի օրհնեմ, եւ կանոնը հավիտյան ես, հավիտենից պիտի գովեմ։ Մեծ ու խիստ գովելի է Տերը, մեծ ու խիստ գովելի է Տերը, եւ անոր մեծությունը անքննելի է։ Ազգ ազգի պիտի գովե քո գործերդ եւ քո զորություններդ պիտի պատմի։ Եղբայրներ, քույրեր, նորից եմ խնդրում ձեզ, ունեցեք շնորհակալ սիրտ, ունեցեք փառաբանեք Տիրոջը, տան մեջ գործ անելու, ճանապարհ գնալուց, ամեն ժամանակ երկեցեք, փառավորեք Տիրոջը։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, գիտեք ինչքան երկի ժամանակ եղել են Սուրբ Հոգու զորությունը իջել անբծածկել է։ Մի հատ եղբայր եկեղեցում շատ շնորհակալ սիրտ ունեցի, ամեն ինչի փառքը տվե։ Մի հատ քարոզիչ եղբայր օրինակը բերում, ասում է ծովից կան խորիկություն, ինչ գիտեմ ինչ արետով, այդ եղբայրը նորից նստած տեղ ասում է, վայ փառքը շատ են։ Այդ եղբայրն ասում ունակ ինչ ասեցի, որ դու փառք ես տալիս ասուն։ Հիշում եք Մարգարոջան մեջ գրվածը, Տերը մեր մեղքերը որտեղ ուղարկեց։ Ծովի խորունկ տեղերը, այդ դրա համար ասում փառք եմ տալիս։ Շնորհակալ սիրտ ունեցողի համար միշտ էլ առիթներ կան։ Միշտ առիթներ կան, ասում մեծարելու, գովերքելու, ու կզգաք դրա արդյունքը, դրա օրհնությունը, դրա գաղտնիքը։ Համաձայն եք, որ պակասենք, համաձայն եք, պակասենք։ Ինչի համար պետք է ասում փառտանք։ Ինչի համար առաջինը որ մեզ գնեց, երկրորդը ինչ արեց, ներեց, երրորդը որտե գրեց, հետո ինչ արեց, Սուրբ Հոգին տվեց։ Մեր անունը գնաց գրքի մեջ գրեց։ Ամեն օր իր ողորմությունները շատ են մեր կյանքի համար։ Նրա բարիարությունները շատ են, չեն կարող հաշվել։ Այդ համար պետք է ունենանք այս սիրտը։ Տրտունջը վատ բան է, գիտեք ինչ, տրտունջը լավ բան չէ։ Չգիտեմ, խե մի բան ասեմ, չնեղացնեմ։ Քույրերի մոտ մի լավ է ստացում տրտունջը, համաձայն եք։ Լավ է ստացում, էլ ինչ անեմ, բայց Աստվածը չստացվի։ Այսօրվանից չստացվի, այլ գոյություն ամեն ինչ համար։ Դե աշխարհի մարդիկն էլ հաջողություն են գտնում, փառք են տալիս ասում, առևտրի ժամանակ մատեր փողը գցում եմ ապրանքի վրա, որ լավ ծախվի։ Եղբայրներ, քույրեր, բայց մենք գիտակցաբար պետք է Տիրոջը շատ գովենք։ Մեծարեք Տիրոջ անունը, որտեղ նա արժանի է։ Այո, նա արժանի է փառքերի գովեսների։ Ունակ բանից Մոլդովայի Քիշինով քաղաքից հեռու մի հատ քույրիկ երեխային, հիվանդ երեխային, չգիտեմ քանի 100 կիլոմետր, բերում է Քիշինով քաղաք, պաշտամունքի ժամանակ որ աղոտ կանեն։ Տերը թույլ է տալիս այդ բան չի բժշկվում։ Տերը փորձում է։ Միջև տուն հասները Տերը բժշկում իրան։ Այդ քույրիկը երեխային վերցնում է նորից մյուս կիրակորը, այդքան ճանապարհ կտրում գալիս է եկեղեցուն, որպեսզի շնորհակալություն հայտնի, որ Տերը երեխային նկատմամբ մեծ հրաշք արեց։ Այսինքն ինչպես բորոտները չգնահատեցին։ Այո, Տերը բաներ կա թույլ է տալիս։ Տեսնենք մենք կողոնե կարողանանք գնահատել, կարողանանք խորապես ինչպես կարտացինք Սաղմոսը, ով իմ մանձսորտն է Տերը, եւ նրա որ իմ ներսիտիս անոր Սուրբան, ով մանձսորտն է Տերը, եւ նրա բոլոր բարիարությունները չպիտի մոռանանք։ Չպիտի մոռանանք, պետք է միշտ հիշենք, պետք է միշտ Տիրոջը փառաբանենք, որտեղ արժանի է, ամեն ժամանակ պետք է Տիրոջը գովերքենք։ Ինչ անգամ կենտանական աշխարհ ասեցի, որ Տիրոջը մեծարում են, գովերքում են, փառավորում են Տիրոջը։ Եփեսացիս 5:4-ում գրած է, Եփեսացիս 5:4 եւ գրված այնտեղ առաքյալ հորդորում եւ գարշելի բաներ, կամ հիմարական խոսքեր, կամ խեղ կատակություն չի վայելում հասիկն հավատացյալին, այլ ինչ, ով է իշում ինչ է գրած, այլ մանավանդ գոհություն, այսինքն կարող է մարդը գարշելի բաներ խոսել, հիմարական բաներ խոսել, խեղ կատակություն անել, որը Տիրոջը չի փառաբանում, այլ դրա փոխարեն պետք է ինչ անել մանավանդ գոհություն։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18-ում գրածը, առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 ամեն բանի մեջ գոհություն տվեք, ամեն բանի մեջ գոհություն տվեք, վասնզի այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ձեր վրա եղբայրներ քույրեր, ինչքան հետարքիր է։ Հին Օգտում էլ գրված է, երբ որ երկեցողները, նվագարան սրընգարները ինչ արեցին, երբ որ սկսեցին սրբությունից դուրս գալ, երկեցին Տիրոջ ամպիճավ, Քրիստոսով եղբայրներ քույրեր, այդքան տարի Աստվածաշունչ կարդել եմ, մի քանի տարի առաջ էր դի։ Եթե տեղը չէի հանդիպել, հիշում եք, մի հատ ընտանիք կար Հին Օգտում, 17 երեխա ուներ, Եմանի ընտանիքը, ովքեր քիշեն, ովքեր Աստվածաշունչ կարդում են, պետք է հանդիպեն։ 17 երեխա ու գրված է բոլորը իրենց հոր ձեռքի տակ ինչ են անում։
նվագում են ծնցղաներով, տավիղներով Տիրոջը երգեր են երգում։ Բոլորը այդ ընտանիքը խորեր կազմե Տիրոջը մեծարում են։ Գիտեք ինչքան կարևոր բան է սա։ Ես խնդրում եմ ձեզ Աստծո սիրով, մայրեր, հայրեր, ձեր երեխաներին ուղարկեք երաշտական, թող գործիքներ ունենան, երաշտությունը սովորեն, եկեղեցում պիտան լինեն Տիրոջը գովերգելու, Տիրոջը մեծարելու համար, որովհետև իրոք որ Տիրոջը դա հաճելի է։ Եղել է հին ուխտում գրված է 4000 խորի անդամներ են եղել, 4000 երկողներ, գիտեք այդտեղ կա 4000, ոչ թե 400, 4000։ Հələ տեսեք ինչպեսի մեծ խոր է եղել։ Տիրոջը փառավոր է մեծարել են եղբայրներ քույրեր։ Ով կմտածեր, թշնամին երբ որ եկա պատերազմի Իսրայելի հետ, տեսան զարմացան, ասին հայ չհասկացա, երևի սրանք խելքը թրծրել են։ Փոխանակ զորքի ամենաուժեղ զինվորները կանգնեցին արջև, ովքեր են ում կանգնեցին, ով է հիշում, երջախումբը։ Երկում են Տիրոջը, փառաբանում են պատերազմը Տիրոջը։ Այնպես ու նորից եմ ասում, մի հատ մեկը կա մեր բաներից տիկնոջս քրոջը Փեսենը։ Ասում եք բանը այն ծանր ժամանակ է բանի Ղարաբաղյան։ Ասում եք կոմանդիրը իմացել էր ոնց ասած որ բանը վերջեջով հավատացյալ եմ կանչեց որ ինձ իմ հախից կա։ Ասում եք որ կանչեց ասենք որ արդեն բարկանա վրին բանանի, ասեք կոմանդիր ջան մի հատ երգ պետք է երգեն։ Ասում եք երբ որ ասեցի հոգևոր երգես ես լաց լիներ։ Սիրտը լանի փոխվավ։ Եղբայրներ քույր երկով էլ բարդու սիրտը փոխ։ Հասկացար։ Եվ ասում եմ եկա որ սկզբից ասեցի պարոն կոմանդիր ասում եմ գեներալ ասեցի ինքը գնդապետ էր բայց գեներալ ասեցի չես տվեցի բան արեցի որ եկել եմ այդտեղ ասեց կարող անձի գեներալ տան կար ժամանակ հետո գեներալ տվեցին եկան մտեր մացե հետս կան գործեր ուրախությամբ եւ փառաբանությամբ գործ առաջ են տանում իսկ երբ որ տրտունջով եք նորից անում ոչ մի բան չի ստացի համաձայն եք խոստովանվենք այո եկեք տեսեք օրհնությունը կշատանա ամեն ինչ մեջ փարթվեք որ ինչքան եղել ամուսինը տվել ձեզի երեխաներին տվել օտիչերի համար ամեն ինչ համար եղբայրներ քույրեր որտեղ արժանի է Տերը Տիրոջը հաճելի է այն հավատացյալը որ սովորաբար ունի գոհացող սիրտ այո համաձայն եք չէ նորից մի հատ էլ տեղ կարդամ պատրաստվենք մի հատ երգ կլինի երկի ժամանակ հոգսեր կամ բաներ կա գրված բերեն Տիրոջ առջև Փիլիպպեցիս 4:4-ում գրված է Փիլիպպեցիս 4:4 Հապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով ու գոհությունով աղաչանքը խնդրվածքը կա բայց ասում է գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծուն հայտնի լինի Աստծուն հայտնի եղբայրներ քույրեր ինչքան կարևոր է սա Աստված զորացնի մեզ որ իր փառք ամեն տեղ երևնա Եկեք կանգնենք Տիրոջ առջև, մի հատ երգ պետք է երգեն, երկի ժամանակ ինչու է Ջանիկ եղբայրս եթե հոգսեր կա, եղբայրություն է բարձրանալու մենք պետք է աղոթքի տեղ տանք։ Աղոթքի տեղ տանք Սուրբ Ոգին գործի, հոգսեր կան, խնդիրներ կան, հիվանդներ կան, դժվարություններ կան, անապաշխարներ, նորադասներ կան այստեղ իրանց համար էլ խնդրենք, իրանց ընտանիքների համար, ընտանիքներին որտեղ ասենք անապաշխար ամուսներ կան, կանայք կան, ծնողներ կան, հարազատ բարեկամներ կան, անտարբեր մի եղեք։ Առավոտ որ կարդում է Ռախաբի մասին, Ռախաբը երբ որ իմացավ, որ պետք է Իսրայելը հաղթի, Երիկո պարիսներ պետք է գնեն, սա գրված է ծնողներին, բարեկամներին, հարազատներին, բոլորին հավաքեց իր տունը եւ բոլորը փրկվեցին։ Ռախաբի հավատք ուժեղ հավատք էր։ Աստվածը մեր հավատքը զորանա, եթե աղոթքներ արեք, մեկը ձեր ընտանիքում հարազատ բարեկամը չմնա անապաշխար։ Համաձայն եք, ասենք այո ասելով պատասխան։ Տեր օրհնի ձեզ, այո, Տեր օրհնի։ Քո խոսքով մեզ ստեղծեցի Դուն հաստատեցիր երկինք ու երկիր Որ չափ կսիրեմ ես քո օրենքը Անե ամեն օր Իմ մտածմունքը Որ չափ կսիրեմ ես քո օրենքը Անե ամեն օր իմ մտածմունքը
օրհնեցեք Տերը, ով բոլոր ազգեր, գովեք զանիքա, ով ժողովուրդներ, նեղությանս մեջ Տիրոջ կանչեցի, անիկա պատաս խանդվավ ինձի, նեղությանս մեջ Տերը կանչեցի, անիկա պատաս խանդվավ ինձի, լսեք ասիկա, ով բոլոր ազգեր, ու ականջ դրեք, ով ժողովուրդներ, Աստված մեզ համար փրկիչը ղրկեց, անմեզի համար իր կյանքը զոհեց, Աստված մեզ համար փրկիչը ղրկեց, անմեզի համար իր կյանքը զոհեց, լսեք ասիկա, ով բոլոր ազգեր, ու ականջ դրեք, ով ժողովուրդներ, Աստված մեզ համար փրկիչ ուղարկեց, անմեզի համար իր կյանքը զոհեց, Աստված մեզ համար փրկիչ ուղարկեց, անմեզի համար իր կյանքը զոհեց, հիմա մոտեցեք շնորհածաթորի, կյանք վիտունենաք, թե հուսակ գարի, անե փրկիչը համայն աշխարհի, ապաշխարեցեք, կսպասե ձեզի, անե փրկիչը համայն աշխարհի, ապաշխարեցեք, կսպասե ձեզի, Տերը օրհնի բոլորիս սիրելի հարազատներ, փառք Տիրոջը եղբայրների խոսքի համար, Աստված մեզ օրհնի, ես ժամանակը խնայելու համար ուզում եմ հիշեցնեմ, եթե հիշում եք հայտնության մեջ գրված է, որ ավետարանը պետքա կարդալ, ավետարանը պետքա լսել, բայց ավետարանը պետքա պահել։ Եվ շատ անհրաժեշտ է, թե մենք ինչքանով ենք այսօր այդ խոսքը բնական է ամեն կիրակի եւ ոչ միայն կիրակի եւ շատ առումներով մենք լսում ենք։ Ես վստահ եմ, որ շատերս ինչ որ չափով ավետարանը նաեւ կարդում ենք, եթե չգիտեմ բաց թողումները ավետարանի կարդալու հաճախակի է դառնում, դա ճիշտ չի, դա լավ չի, դա պետք է լինի, ինչպես եղբայրը ասեց, ամեն օր, բայց ամենաանհրաժեշտ բանը հետևյալն է, իսկ ինչքանով ենք ավետարանի խոսքը մեր սրտերում թաքցնում եւ ինչքանով ենք ավետարանի խոսքը պահում։ Տերը թող մեզ օրհնի եղբայրներ, քույրեր ջան։ Ես որ ուզում եմ խոսել, երբ որ մենք ավետարան պահող անձնավորություններ ենք եւ քայլում ենք ավետարանի խոսքի համեմատ,
մեր կյանքում տեղի ունենում շատ լուրջ փոփոխություն, որի վրա ես ուզում եմ մի փոքր կանգ առնեմ։ Եթե հիշում եք Մատթեոս ավետարանի 23-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր ներկայացված է, երբ որ Տեր Հիսուսը իր աշակերտների հետ մտել էր տաճար եւ տեսնում էր, թե տաճարում ինչ է կատարվում, աշակերտներին ասեց, որ Մովսեսի աթոռը վերցրել են փարիսեցիներն ու դպիրները, նրանք ինչ որ ասում են, նրանց ասածը լսեք, բայց իրենց գործերի պես չանեք։ Որից հետո 8 անգամ գրում է վայ ձեզ դպիրներ, վայ ձեզ փարիսեցիներ։ Եվ ամեն անգամ ասելով վայ ձեզ ներկայացնում է, թե ինչի համար է Տեր Հիսուսը մեղադրում նրանց եւ յուրաքանչյուր մեղադրանքը Աստծո խոսքը ծռելու մեջ է։ Դպիրներ, փարիսեցիներ, որոնք ամեն շաբաթ օրը բացում էին գիրքը, ժողովրդին Աստծո խոսք էին բացատրում, բայց հետաքրքիր է, որ իրենք բացատրում էին, բայց հետագայում Տեր Հիսուսը խոսում է, որ նրանք այդ խոսքը ինչ էին անում, ծռում էին։ Եվ տաճարի ներսը այսպիսին էր։ Եվ երբ որ տաճարից դուրս է գալիս 24-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանի, աշակերտները մոտենում են Տեր Հիսուսին եւ ցույց են տալիս դրսից տաճարի շինվածքը։ Եվ ասում են, տես ինչքան գեղեցիկ շինվածք ունենք, մեր տաճարը ինչքան գեղեցիկ է։ Եվ Տեր Հիսուսը ինչ է ասում, սպասում են առաքյալների զարմանալի պատասխան է տալիս աշակերտներին, ասում է հետևյալը. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այդ շինվածքից քարը քարի վրա չի մնալու։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ինչի համար քարը քարի վրա պիտի չմնար, երբ որ այդ տաճարը բավականին երկար, գրեթե 46 տարվա մեջ կառուցված տաճար էր եւ իրականության մեջ շատ սիրուն էր։ Բնական է հետևանքը, երբ որ եղավ Տեր Հիսուսի այդ պատասխանը, խնդիրը նրանում էր, որ տաճարի ներսը իր նպատակին չէր ծառայում։ Տաճարի ներսը, որ պիտի լիներ Աստծուն փառաբանություն եւ երկրպագություն իր բոլոր առումներով, տաճարի ներսը ապականվել էր։ Տաճարի ներսը շեղվել էր ավետարանից։ Տաճարի ներսը լրիվ ուրիշ բանի էր ծառայում։ Եվ Տեր ասես, որ այդ տաճարից որևէ բան չի մնալու։ Եվ գիտեք, որ այդ մարգարեությունը 70 թվին ուրեմն կատարվեց։ Իմի սիրելի եղբայրներ, քույրեր, Տիրոջ խոսքը ասում է, որ դուք յուրաքանչյուրը Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծո Հոգին ձեր մեջ կմնակվի։ Եվ եթե մեկ այդ տաճարը ապականի, Աստված է նրան կապականի։ Եվ հիմա խնդիրը նրանում է, որ իմ ներսը, ինչպես եղբայրը ասեց, որպես Սուրբ Հոգու տաճար, պետքա լեցվի այնտեղ եւ պետքա պահպանվի այնտեղ բոլոր ավետարանի ճշմարտությունը։ Եվ եթե ես ավետարանը պահող անձնավորություն եմ եւ ավետարանով քայլող անձնավորություն եմ, ապա ես ուզում եմ մի կարևոր կետ նշեմ, որ իմ կյանքում դա պիտի երևա այդ տարբերությունը։ Եվ ուզում եմ հիշեցնեմ Հովհաննես ավետարանի 13-րդ գլխի առաջին համարից։ Այսօր ես իմացա, որ այստեղ եղել է հաղորդություն, պաշտամունքից առաջ վստահ եմ, որ սա կարդացվել է եւ շատերս անգիր գիտենք, որ գրված է Զատկի տոնից առաջ Հիսուսը գիտած, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհից փոխվի դեպի Հայրը, իրեններին, որ այս աշխարհում են սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց նրանց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղ շատ հստակ գրված է, Տեր Հիսուսը իմանալով, որ շուտով այս աշխարհից պիտի փոխվի դեպի Հայրը, պիտի այս աշխարհից գնա։ Գրված է, իրեններին սիրեց, որ այս աշխարհում են եւ մինչեւ վերջը սիրեց նրանց։ Սամվել եղբայրը խոսեց, որ Աստծո սերը երբեք մարդու նկատմամբ չի փոխվում, մեղավորի նկատմամբ չի փոխվում, բայց խնդիրը հետևյալն է, իսկ ինչպիսին է իմ սերը դեպի Աստված եւ դեպի Աստծո ժողովուրդը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, շատ անհրաժեշտ է, որ այսօր ամեն մեկս մենք նայենք մեր սրտին։ Մենք շատ ենք խոսում, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Եվ ինչքան որ օրերը մոտենում են, եւ ինչքան որ հասկանում ես, որ
հնարավոր է որ սարինի քո վերջին օրը, հնարավոր է վաղը քոնը չի։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը, իսկ ինչպիսին է այսօր իմ ու քո սիրտը։ Եղբայրներ, քույրեր, մենք կարող ենք ասել, որ ես սիրում եմ ամենքին եւ մինչեւ վերջը կարող եմ սիրել նրանց։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ Տեր Հիսուսը խոսում է, ասում է իրեններին սիրեց։ Ինչ ասա նշանակում։ Եթե փորձենք հասկանանք, սիրելի եղբայրներ, քույրեր, ովքեր են այդ իրենները։ Այդ իրենների մեջ էր Հուդան, որը ընդամենը մի կարճ ժամանակ հետո այդ ոտնլվայից հետո նա պիտի գնար եւ Տեր Հիսուսին մատներ։ Նա պիտի գնար եւ մատներ Տեր Հիսուսին ընդամենը 30 արծաթով։ Այդտեղ էր այն Պետրոսը, որը շատ շուտով պետք է անիծելով ուրանար իր վարդապետին։ Եվ այդտեղ է նաեւ մնացածը Թոմասը, որը իր թերավատությամբ աչքի ընկավ եւ մնացած աշակերտները, որոնք այդ պահին պիտի թողնեին Տեր Հիսուսին մենակ եւ ամենքը պիտի փախչեին։ Ահա այս աշակերտների մեջ Տեր Հիսուսը խոսում է, ասում է իրեններին սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց։ Այս վիճակի մեջ նա որևէ մեկին օտար չհամարեց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սերը օգնում է, որ քո կյանքում որևէ մեկը քեզանից օտար չդառնա։ Ես ուզում եմ որսի ամեն մեկս մեր անձերը անձնաքննության բերենք եւ նայենք տեսնենք մեր կյանքում ինչքան անձնավորություններ կային, որոնք ժամանակին մեզ համար շատ հարազատ էին, բայց այսօր միգուցե այդպես չի։ Չգիտեմ, ինչ որ դիպվածով, ինչ որ իր մոտեցումով, ինչ որ սխալներով քո նկատմամբ, բայց այդ մարդը քեզ համար այսօր օտարացել է։ Այսօր չկա այդ հարազատությունը իր նկատմամբ։ Ինչի համար, եղբայրներ, քույրեր, ինչի համար, երբ որ Տեր Հիսուսը գիտեր, որ Հուդան շուտով մատնելու է իրան, ծախելու է 30 արծաթով, բայց Հուդային օտար չհամարեց։ Հուդայի ոտքերը լված, հետո նոր դուրս անեց։ Հուդայի նկատմամբ նա լեցված չէր, սիրելի եղբայրներ, քույրեր, Հուդային սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց նրանց։ Այսօր շատ անհրաժեշտ է, երբ որ մենք գիտենք, որ վաղը միգուցե մենք էլ փոխվենք եւ գնանք երկինք, ապա շատ անհրաժեշտ է այսօր փոխիր սրտիդ վիճակը Աստծո եւ Աստծո ժողովրդի նկատմամբ։ Ես չգիտեմ ով ինչ սխալ է արել, ինչքանով են մեզ ցավացրել, բայց ընդունիր, որ նա քո եղբայրն է, ընդունիր, որ նա քո քույրն է, նա քո հարազատն է եւ օտար մի համարիր, եղբայրներ, քույրեր։ Եվ նաեւ մենք գիտենք, երբ որ Հուդան եկավ արդեն մատնելու, Տեր Հիսուսը գիտեր, որ Հուդայի համբյուրը դա մատնության համբյուր է, դա նշան է, որ իրան պիտի բռնեն։ Եվ Տեր Հիսուսը հստակ է ասում, որ Հուդա համբյուրով ես մատնում մարդու որդուն։ Ամեն ինչ Տերը գիտեր, բայց երբեք Տեր Հիսուսը չհրեց Հուդային, չասեց դու ինձ արժանի չես, ես գիտեմ այդ ինչ համբյուր է, չմոտենաս հանգարց ինձ, չկպնես դու արժանի չես։ Ոչ, նա թողած Հուդան իրան համբյուրի, եղբայրներ, քույրեր։ Նա թողած եւ հանգիստ ասեց ես գիտեմ այդ ինչ համբյուր է Հուդա, բայց նորից ուզում էր հասկացներ, որ ես քո նկատմամբ խնդիր չունեմ Հուդա, ես քեզ սիրել եմ, ես հիմա եմ քեզ սիրում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ավետարան պահող անձնավորությունը լինում է ճիշտ այսպիսին, եւ նույն Տեր Հիսուսը խաչի վրա նա այդ ներումն էր խնդրում բոլոր իրեն խաչողների համար։ Ահա ավետարանի հրաշքը, որ եղբայրը ասես մտնում է քո բոլոր հոդվածները, փոխում է քո կյանքը եւ բերում է այդ բժշկությունը, նա բերում է քեզ, նա շնորհում է քեզ սիրող սիրտ, որ կարողանում ես սիրես բոլորին ընդում միջև թշնամուն, եւ Տեր Հիսուսը դրա համար ասեց սիրեցեք ձեր թշնամիներին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված թող մեզ օգնական լինի։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք մի երկու օրինակով տեսնենք ինչպիսին է իմ սիրտը Աստծո առաջ։
Արդյոք ավետարանը իր գործը իմ կյանքում արել է եւ անում է թե ոչ եղբայրներ քույրեր։ Եթե մենք հարցնենք շատ-շատերիս, հնարավոր է մենք մեզ համոզում ենք մեր կյանքում ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այդպես է, թե այդպես չի։ Նայ քո կյանքում ինչքան մարդիկ կան, որոնք այսօր իմ ու քո սրտի մեջ միգուցե օտարացել են։ Իրանց չես ուզում տեսնել, իրանց հետ չես ուզում շփվել։ Առաջին Թագավորաց 24-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 6 համարը, սա խոսում է Դավիթի հանդիպումը Սավուղի հետ, երբ որ Սավուղը ընկել էր Դավիթի հետևից, եւ Դավիթը Սավուղին բռնեց քնած վիճակում, եւ Դավիթի հետ դիլող մարդիկ ասեցին հետեւյալը, ասին այ հիմա սա այն պահն է, որ Աստված քեզ ասեց, որ քո ձեռը պիտի մատնեմ քո թշնամուն, եւ հիմա եկել է այդ պահը, Սավուղի հարցերը լուծիր Սավուղի հարցերը, պրծիր Սավուղից։ Եվ Դավիթը ինչ ասեց, եղբայրներ քույրեր, շատ հետաքրքիր է, Դավիթը ընդամենը գրված է հանդերձի ծայրը մի փոքր կտրեց, բայց հետո ինչ արեց նրա սիրտը, գրված է շարունակությունը, որ Դավիթի սիրտը խղճաց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց, խղճաց, ընդամենը հանդերձի ծայրն էր կտրել, ընդամենը հանդերձի մի փոքր հատվածին էր կպել, բայց սիրտը ինչ արեց, խղճաց, ասեց ես պիտի չանեի այդ բանը, ինչի, որտեղ ինքը Աստծոյցյալ է, սիրելի եղբայրներ, ինչի համար Դավիթի սիրտը խղճաց Սավուղի համար, թեև Սավուղը այդքան ցավ էր պատճառում Դավիթին եւ ամենավերջին ձևով ուզում էր սպանել Դավիթին, բայց Դավիթը այդ սիրտը չուներ Սավուղի նկատմամբ, ինչի, որտեղ Դավիթը սիրում էր Սավուղին, երբ որ Սավուղը մահացավ, Դավիթը 40 օր սուգ արեց եւ ստիպում էր ամբողջ Իսրայելի ժողովրդին, սկսած աղջիկներից, ասում էր սուգ արեք, որովհետեւ ձեր մեջից մի զորավոր գնաց, երբ որ հանդիպում էր Սավուղին, ասում էր հայրիմ, ինչու համար ես իմ հետևից ընկել, սիրելի եղբայրներ քույրեր, թեև այդքան չարությունների մեջ, բայց Դավիթը ուրիշ սիրտ ուներ, նա Աստծո սրտի համեմատ մարդ էր եւ Դավիթի սիրտը զղջաց եւ խղճաց։ Եկեք նայենք մեր սրտին, ինչքան է եղել, որ մենք շատերին չգիտեմ ինչեն ենք կամեցել, ինչքան է եղել, որ շատերի մասին մենք բաներ ենք խոսացել եւ միջև այսօր քո ներսը չի զղջում, քո ներսը չի խղճում, որ նման բաներ ես արտահայտվել, եղբայրներիդ, քույրերիդ, չգիտեմ ում նկատմամբ, միգուցե արդարացիորեն քեզ փորձում ես համոզես, որովհետև դու ճիշտ ես ասել, դու ճիշտ ես խոսացել, ինքը քո նկատմամբ շատ չարություններ արել, բայց ուզում եմ ասեմ, ավետարանի գործը քո կյանքում այս հրաշքն է բերում, որ ինչ էլ անեն քո նկատմամբ, քո սիրտը շարունակում է նրան սիրել եղբայրներ քույրեր, եւ Տեր Հիսուսը ճիշտ այդպիսին էր, սիրեց եւ մինչեւ վերջը սիրեց։ Երկրորդ Օրինաց 20-րդ գլխի մեջ հետաքրքիր այսպիսի համար կա, սիրելի եղբայրներ քույրեր, Երկրորդ Օրինաց 20-րդ գլուխ 8 համարի մեջ գրված է, որ ասում է, երբ որ կգնաք պատերազմ, ում սիրտ է, որ վախկոտ է եւ այլն, չէ, ովքեր թուլասիրտ են, հետ դարձրու, ինչի, ասում եմ, որ չլինի պատերազմակից եղբայրների սրտերը ինչ անի, թուլացնի։ Սիրելի եղբայրներ քույրեր, Աստծո սիրող սրտի նման սիրտը երբեք իր դիմացինի սիրտը չի թուլացնում, երբեք չի թուլացնում, երբ որ Մովսեսի ձեռքերը թուլանում էր եւ իջնում էր, մտան նրա ձեռքերի տակ եւ այդ ձեռքերը վերև բարձրացրեցին։ Անկեղծ նայի, քանի հոգու ենք մենք այսօր թուլացրել, մեր խոսքերով, մեր դատերով, մեր բամբասանքներով, միգուցե մեր մոտեցումներով, մեր նեգատիվ խոսքերով, սիրելի եղբայրներ քույրեր, քանի հոգու ենք մենք թուլացրել, բայց ուզում եմ ասեմ հետեւյալը, եթե սիրտը սիրող լինի, քո եղբոր սիրտը չես թուլացնի։ Անկախ նրանից, թե նա ինչ կարտահայտվի, ինչեր կասի, ինչ բողոքներ ունի, բայց երբեք դիմացինի սիրտը
ես չեմ թուլացնի եղբայրներ քույրեր, եթե ավետարանը արել է այդ գործը եւ իմ ներսը, իմ սիրտը սիրող է, ապա ես ամեն բան կանեմ, որ իմ թուլացած եղբոր սիրտը ինչ լինի, ավելի հաստատվի եւ ավելի զորանա, սիրելի եղբայրներ քույրեր։ Հաջորդը, որ ուզում եմ ասեմ եւ մենք կկանգնենք աղոթքի Մովսեսից, ուզում եմ մի հետաքրքիր օրինակ բերեմ։ Դու գիտեք, որ Մովսեսը երբ որ Իսրայելին առաջնորդում էր, գրված է, որ Իսրայելը շատ անհնազանդ, ապստամբ, չգիտեմ, կռապաշտ ժողովուրդ էր։ Իսրայելը երբեք չէր լսում։ Իսրայելի համար գրված է, չէ, որ նա շատ կամակոր էր, եւ Մովսեսը առաջնորդում էր Իսրայելին։ Եվ երբ որ Մովսեսը գնացել էր, հելել էր Սինա սարը եւ այնտեղից բերում էր Աստծո խոսքը եւ պատվիրանները, Իսրայելը այդ ժամանակ ներքևում հորթ էր ծուլե եւ այդ հորթին ասում էր ահա քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսից հանեց։ Սիրելի եղբայրներ քույրեր, եւ Աստված, ուրիշ որևէ մեկը չէ, ինքը Աստված ասեց Մովսեսին. արի այս ժողովրդին ինչ անեմ, այս ժողովրդին վերացնեմ եւ քեզանով մի հատ ուրիշ ազգ կշինեմ եւ դու կլինես այդ ազգի առաջնորդը։ Եվ Ահարոնն էլ այդ ամեն բանի գլուխգործոցներից մեկն էր, բայց Մովսեսը ուրիշ սիրտ ուներ, եղբայրներ քույրեր, եւ գրված է շատ պարզ գրված է եղբայրներ քույրեր Ելից գրքի մեջ 36-րդ գլխի մեջ շատ պարզ գրված է եւ Ելից 17-րդ գլխի մեջ եւ շատ ուրիշ գրքերի մեջ երկրորդ օրինացի մեջ այդ դիպվածների մասին գրում է երկրորդ օրինացի եղբայրներ քույրեր ջան երկրորդ օրինացի մեջ երբ որ կարդում ենք 9-րդ գլուխ 20 համարում Մովսեսը հետաքրքիր բան ասում ասում է ժողովուրդը երբ որ դուք մեղք գործեցիք եւ Աստծուն շատ բարկացրեցիք Այն կարգի ասում է որ ես վախեցա տեսնելով Եհովայի բարկությունը ձեզ վրա եւ նաեւ այդ բարկությունը իմ եղբայր Ահարոնի վրա գրված է ես 40 օր ոչ հաց կերա ոչ ջուր խմեցի եւ անկա Աստծո առաջին եւ խնդրեցի որ Աստված իր որոշումից հետ կանգնի որովհետև ասում Աստված որոշել էր եւ ձեզ եւ Ահարոնին կորցներ եւ Աստված լսեց եւ ասում է այս անգամ էլ ինձ լսեց եւ իր որոշումից հետ կանգնեց սիրելի եղբայրներ քույրեր ինչքան կարեւոր է հեշտ չի 40 օր մտնել ծոմապահության մեջ դա հեշտ չի հələ մի հատ նայեք երբ որ հայտարարվում է հոգս կա խնդիր կա կամ ծոմապահություն կա Մի հատ նայեք ինչքան ենք մենք ծոմ պահում, ինչքան ժամանակ ենք մենք անցկացնում ծոմի կամ թեկուզ աղոթքի մեջ տվյալ հոգսի համար, բայց Մովսեսը 40 օր այդ ազգի եւ եղբոր համար ծոմ պահեց, ուզում եմ ասեմ ինչի համար, որովհետեւ սիրում էր, որովհետեւ սիրում էր իր ազգը, որովհետեւ սիրում էր իր եղբորը, Նույն Ահարոնը, երբ որ թվոց գրքի մեջ գրված է, միացավ իր քրոջը հելավ Մովսեսի դեմ։ Այս անգամ Աստված Մարիամին բորոտությամբ հարվածեց։ Ահարոնը նորից մոտիկացավ ասեց Մովսես, այս ամոթանքը թող չլինի քո քրոջ վրա։ Խնդրի Աստված ողորմություն անի։ Եվ Մովսեսը նորից մտավ աղոթքի ու ասեց մի արա Տեր այս բանը։ Եվ գիտեք Աստված Մարիամի նկատմամբ ասում է 7 օր թող բանակից դուրս գա եւ 7-րդ օրը այդ բժշկությունը տվեց։ Սիրելի եղբայրներ քույրեր, Մովսեսը դարեց որովհետեւ սիրում էր։ Հիմա ուզում եմ հարց տամ, ինչի՞ չես կարողանում ներես։ Անկախ նրանից թե ինչքան են քո նկատմամբ սխալ եղել։ Ինչի՞ չես կարողանում ընդունես, ինչի՞ ես օտարացրել։ Եթե ուզում ես պատճառները լիքն են, բայց դա չի արդարացնում քո ներսի օտարացումը, դա չի արդարացնում, որ դու չես կարողանում ներես, դա խոսում է մի բանի մասին, որ ավետարանը քո ներսում դեռ չի կատարել են բժշկությունն ու գործը, որ քո սիրտը դարձնի սիրող, բայց Աստծո ուզածը սա է, որ ունենաս սիրող սիրտ, սիրես Տեր Հիսուսի նման, որևէ մեկին չօտարացնես եւ կարողանաս բոլորին ընդունելով հարազատ, սիրես ու մինչև վերջը սիրես նրանց եղբայրներ քույրեր։ Եվ ես ուզում եմ
որ այս աղոթքը, որ հիմա կանգնենք աղոթքի սիրելի եղբայրներ քուրեր, ես ուզում եմ աղոթեմ բոլոր այն սրտերի համար, ովքեր հիմա համաձայն են, թողնեն իրենց եղբայրներին կամ չգիտեմ ումից որ նեղվել ես, թողնես իրենց հանցանքները։ Ես ուզում եմ աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր հիմա ուզում են սիրեն բոլոր նրանց, ովքեր օտարացել են իրենց սրտից։ Ես ուզում եմ, որ այսօր ավետարանը այս հրաշքը մեր մեջ կատարի, այս բժշկությունը բերի, որ իմ սիրտը բոլորին սիրի, եւ ես կարողանամ սրտանց ներեմ եւ ընդունեմ ամենքին, որպես ինձ եղբայր ու քույր, որպես ինձ հարազատ։ Տերը օրհնի սիրելի եղբայրներ քույրեր, եկեք կանգնենք աղոթքի։